Բարի երեկո բարեկամներ, Երգերքոցը վերսկսում է իր կիրակնորյա հանդիպումները ձեզ հետ և նոր եթերաշրջանը բացում ենք լավ տրամադրությամբ։ Այս տարի նշվում է ինչպես Հայաստանի հեռուստատեսության ծննդյան 60-ամյակը, այնպես էլ Հայաստանի ռադիոյի 90-ամյակը, ինչի համար եկեք շնորհավորենք միմյանց տարբեր տարիներին այստեղ աշխատած ավագ ու կրտսեր մեր բոլոր գործընկերներին, նաև ձեզ, սիրելի ունկնդիրներ և ակնդիրներ, որովհետև երևի կհամաձայնեք, որ կապույտ էկրանն ու ռադիոն ձեր ամենօրյա ուղեկիցներն են ու սպասված բարեկամները։ Այսօր խոսենք ռադիոյի մասին։ Կպտտենք ժամանակի անիվը և հետ կգնանք 17-րդ դարասկիզբ։ 1600 թվականին անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Հիլբերթը աշխարհում առաջին անգամ ուսումնասիրում է էլեկտրամագնիսական երևույթները։ 3 դար անց 1895 թվականին ռուս Ալեքսանդր Պոպովը և իտալացի Գիլերմո Մարկոնին միմյանցից անկախ ստեղծում են տատանվող ինդիկատորների վրա հիմնված էլեկտրամագնիսական ազդանշանների ընդունման սարքեր։ Այսպես ստեղծվում է հաղորդակցման նոր միջոցը՝ ռադիոն։ Իսկ երբ է ստեղծվել հայկական ռադիոն։ Այս տարի նշում ենք նրա ստեղծման 90-ամյակը, հետևաբար ակնհայտ է, որ այն պաշտոնապես հիմնադրվել է 1926 թվականին։ Սակայն արխիվային փաստաթղթերը վկայում են, որ դեռևս 1918 թվականի նոյեմբերի 16-ին առաջին հանրապետության կառավարության նիստում վարչապետ Հովհաննես Քաջազնունին առաջարկում է Երևանում հիմնել ռադիոկայան։ Առաջարկը ընդունվում է միաձայն և նույն օրն էլ համար 76 արձանագրությամբ որոշում է 200,000 ռուբլի հատկացնել ուժեղ ռադիոկայանի կառուցմանը։ Այո, ճիշտ լսեցիք։ Ուժեղ ռադիոկայանի։ Հենց այդպես էր կոչվում հայկական առաջին ռադիոն՝ ուժեղ ռադիո։ Այս տեխնիկական աննախադեպ նորույթը ռազմավարական մի շարք կարևոր խնդիրներ էր լուծելու, առաջին հերթին արագացնելու էր շրջանների հետ կապն ու օպերատիվ լրատվության հաղորդելու հնարավորությունը։ Իսկ գիտեք ով է ստանձնում ուժեղ ռադիոյի աշխատանքներով զբաղվելու հանձնառությունը։ Հենց ինքը ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը։ Տեսնում եք, որքան ուժեղ է սկսվել մեր սիրելի հայկական ռադիոյի տարեգրությունը։ Եվ ահա արդեն 1926 թվականի սեպտեմբերի 22-ին հեռարձակվում է առաջին կանոնավոր հաղորդումը։ Եվ այսպես, իր նոր եթերաշրջանն է սկսում Երգերքոցը նվիրված հայկական ռադիոյի ծննդյան 90-ամյակին տարբեր տարիների սիրված երգերով։ 1926 թվականին փորձնական եթերի ժամանակ ռադիոյի միկրոֆոնից հնչեց խոսնակի ձայնը։ Երևանն է խոսում։ Այս երգը ուղղակիորեն կապված է այդ ծանոթ ու հարազատ բառերի հետ։ Հեղինակի անունը նույնպես Ժակ Դուվալյան։ Խոսում է Երևանը, երգում է Արթուր Իսպիրյանը, երգը հնչում է մեր ռադիոյում ելույթ ունեցած բոլոր հին ու նոր երգիչների պատվին։ Իմ չքնաղ վարդագույն ուրախ քաղաքից Երբ երկար ժամանակ հեռու եմ լինում Երբ կարոտն է այրում իմ հոգու խորքից Միացնում եմ ռադիոն ու հանկարծ լսում Երևանն է խոսում։ Երևանն է խոսում, իմ սրտից է խոսում, խոսում է ու ամուշ պատմում է, իմ երկրի սարերի երկրի մասին, խոսում է ու ասես տեսնում եմ, իմ փողոցը իմ տունը թանկագին, Երևանն է խոսում, իմ սրտից է խոսում, Խոսում է ու տխուր լսում եմ, լուր մրմունջ է իմ մոր հուզումների Խոսում է ու ասես տեսգում եմ, ջերմ համբյուրը հավատարիմ իմ սիրածի Աշխարի չորս կողմից բռնում եմ ձայներ Որ խոսում է հազար ու մի լեզուներով ու ամեն մի լեզու մի երգ է տարբեր բայց լսում եմ ես առավել սիրով
Երևանն է խոսում։ Երևանն է խոսում, իմ սրտից է խոսում, խոսում է ու ամուր բուրում են ծիրանները բացերը իմ երկրի, խոսում է ու շախով զնգում են բաժակները կենաց ընկերների, Երևանն է խոսում, իմ սրտից է խոսում, ու զգում եմ առավել, որ հայ եմ, ու ինչպես ամեն հայ կարոտավար, հուսվում են ու հպարտանում եմ, ես բոլոր աշխարհի հայության համար, Երևանն է խոսում, իմ սրտից է խոսում, Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի ղեկավար 42 տարվա ռադիոյի աշխատակից Օֆելիա Ասատրյան։ Պատկերացրեք 9 տասնամյակ որքան կյանքեր են անցել ռադիոյի միջով, որքան սերեր, որքան հույզեր։ Մարդիկ, ովքեր իսկապես ամբողջ կյանքը նվիրումով տվել են ռադիոյին, եւ դրանից գոյացել է մի հետաքրքիր ամբողջություն, մի մթնոլորտ, մի օդ, որը շատ բնորոշ է միայն հանրային ռադիոյին, հավատացեք։ Հանրային ռադիոյով անցնող այնտեղ աշխատող մարդը ակամա ընդունում է այդ ավանդույթները, ակամա ազնվանում է, ակամա դառնում է կրողը իր մշակույթի բարձրագույն արժեքների։ Եվ այսօրվա երիտասարդները շատ տարբերվում են մյուսներից, երբ անցնում են ռադիոյով։ Շնորհակալ եմ բոլորից, շնորհավոր ռադիոյի 90-ամյակը։ Հենց այսպես էլ ապրում ենք, երգում է երգի հեղինակ Ֆորշը եւ ռե մինոր։ Բարի երեկո։ Շատ երաստարն է, սա վերարկուն, սա ձեր հոգին, որ զգես դրանգույն, սա է ձեր տան, հիշված ճանապարհը, սա ձեր աստարն է, սա վերարկուն, սա ձեր ասած ստի պատասխանն է, սա հարևանն է, հոգևարքում, սա իմ ընկեր, Աշոտ Գևորգյանն է, սա նրա շունն է, որ չի հաճում, Հենցա ստեսել ապրում է, մեր սիրած լավում, Հենցա ստեսել ապրում է, մեր սիրած լավում, Սա տրոլեյբուս է, սա ավտոբուս, սա թուղթուգիր է, սա գետնանցում, սա ստորացված փողով քո ընկերն էր, նա էլ իրա գյուրա չի վխտում, Սա նկարիչ Արմեն Խոջոյանն է, սա ռիպսիկն էր, սուրճ երևում, սա Էրխելասը Միքայելյանն է, նա խմելուց հետո չի ծամում, հենցա ստեսել ապրում է, մեր սիրած կարակում, հենցա ստեսել ապրում է, մեր սիրած կարակում, Երևանցի Ռուբեն Հախվերդյանն է, սա մեր ուստեն է, սա Էլդավոն, սա իմ ընկեր Գուկո Ամիրյանն է, սա մեր Կարենն է, սա Գինետոն, սա մեր Խորեն Աբրահամյանն է, Ջանի Բեկյան, Կարեն իր դերում, սա Արամոն է, սա Միքայելը, սա Հրանտոն է, Սա էլ մուրզոն հենցա ստեսել ապրում է, մեր սիրած կարակում,
քրտիշուն է Սա էլ քծող իսկ սա բանսարկում Սա հանրահայտ Լևոն Մալխաշյանն է Շատ կարգին մարդ մեր այս քաղաքում Սա կազիրոկն է Սա պաղլավոկը Սա գրաֆրաֆիկը իր բուցկայում Սա մեր ուժանն է Սա հելովիկը Մենք բոլորով մենք դեժն ենք խաղում Սա սպես էլ ապրում է Մեր սիրած կարակում Սա սպես էլ ապրում է Մեր սիրած կարակում Սա դերասան Սերգեյ Դանիլյանն է Սա էլ Արմենը Մազանունով Սա քաղաքի Արմեն Էլվակյանն է Սա էլ Վիգենը իր բանձայնով Թող ինձները բոլոր այն տղերքը ու մանորները ես չեմ նշում Թող որ լսեն նրանք իմ այս երգը ու թող հարբեն իրենց քաղաքում Սա մեր ընտրած վերջին վերջավան է Սա պատասխան ամեն դեպքերում Սա մեր աստարն է, սա մեր աշխուն է Սա մեր քաղաքն է, մեր թատրոնում Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում 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 Հայկական ռադիոյի անունն ամբողջ աշխարհում էր հայտնի, եւ դա առաջին հերթին հանրահայտ անեկդոտների շնորհիվ։ Մի անգամ Փարիզում Ռադիո Ֆրանսիա կազմակերպված համաժողովում ֆրանսիացիները նեղն են գցում Սովետական միության պատվիրակությանը, հարցնելով, թե սովետական ռադիոալիքներում որքան ժամանակ է տրվում ժամանակակից ռոք կամ փոփ երաժշտությանը։ Քար լռություն է տիրում, եւ հանկարծ այդ լարված լռությունը խախտում է Արամ Սաթյանը ներկայանալով. Ես ներկայացնում եմ հայկական ռադիո։ Հայկական ռադիո բառերը մոգական ազդեցություն են թողնում ներկաների վրա։ Բոլորը սկսում են բարձր ծիծաղել, նոր լսած անեկդոտներ պատմել եւ խնդրում են Արամ Սաթյանին մի քանիսն էլ ինքը պատմի։ Ահա այսպես հայկական ռադիոն հանում է սովետական պատվիրակությանը անհարմար վիճակից։ Աշուն, խոսք Հովհաննես Ղուկասյանի, երաժշտությունը Արտեմի Այվազյանի, երգում է Էմմա Պետրոսյանը։ Դու թոշնում ես լուր իմ նախշուն աշուն և ծաղկունքը բյուր այս է ինձ ասում թե թոշնենք մենք դարդ ճանես սիրածիդ պես վարդ չունես ախաշուն անուշ քո ճամփի վրա պիտ լսեմ քնքուշ Երկը ես նրա սիրելուց լավ բան չկա թե չկա զարման չկա Ուր ես դու սպասում եմ ուր ես դու ինձ տերևն ասում է իմն ես դու այս աշուն ես մենավոր երկում եմ քեզ իմ Ուր ես դու սպասում եմ ուր ես դու ինձ անձրևն ասում է իմն ես դու սիրելուց լավ բան չկա եթե չկաս դարման չկա Դու հեքիաթ դարձար ինձ համար աշուն Եվ անձրև արծաթ, և տերև նախշուն Ինձ ասում են մի հոգա Սիրել
ինքո պիտի գա դու ոսկե անուջ իմ քնքուշ աշուն իմ սիրո մրմուջ իմ անուշ աշուն սիրելուց լավ բան չկա թե չգաս դարման չկա ուր ես դու սպասում եմ ուր ես դու ինձ ներևն ասում է իմն ես դու այս աշուն ես մենավոր երգում եմ քեզ իմ հեռավոր Արձակագիր, լրագրող, ռադիոյի կես դարյա աշխատակից Կլարա Թերզյան։ Երբևն ինձ հարցնում են, ռադիոն քեզ համար ինչ է, ես ասում եմ հայրական տուն, և իրոք հայրական տուն է, որովհետև յուրաքանչյուր անգամ ես մտել եմ ակնածանքով, սիրով, կարոտով, և ռադիոն այսօր 90 տարեկան է, բայց ինձ թվում է, որ դա ծերունական հասակ չէ, այլ միշտ երիտասարդ գնալով հզորանում է, ռադիոն գնալով երիտասարդանում է։ Ես ռադիոն համարում եմ մեր ժողովրդի ամենասիրած լրատվական միջոցը։ Գիտեք, եթե հեռու չգնանք, վերցնենք մեր մոտիկացիալը 88 թվականից 90-ական թվականների մութ, ցուրտ, պայքարով լեցուն տարիները, երբ գրեթե ոչ մի թերթ լույս չէր տեսնում, հեռուստատեսությունը էլեկտրականության պատճառով գրեթե չէր աշխատում, և միակ միջոցը մարդկանց հույս, լուր, հավատ ներշնչողը ռադիոն էր, և պատահական չէ, որ այդ տարիներին ռադիոլսողները գրում էին, որ ռադիոն կյանքի կղզյակ է, այո, ես էլ եմ ուզում ասել, որ ռադիոն կյանքի կղզյակ է, բայց արդյոք լսողները գիտեին, թե ռադիոյի աշխատողները ինչ պայմաններում էին աշխատում, աշխատակիցների մի մասը մեկնում էր ռազմաճակատ, լուրեր էր բերում, ռեպորտաժներ, ակնարկներ, մեր հերոսական թիկունքի մասին էլ էինք հոգ տանում և հատկապես մտածում էինք պահպանել այդ տխուր լուրերի ֆոնի վրա, պահպանել ժողովրդի հավասարակշռությունը։ Եվ ռադիոն հերոս գտնվեց, ռադիոն պատվով կատարեց իր վրա դրված խնդիրը, բայց ինձ շատ մեծ ցավ պատճառեց, երբ Հայաստանի հանրագիտարանում, որը նվիրված էր Ղարաբաղյան պատերազմին, ոչ մի խոսք չկար հանրային ռադիոյի մասին։ Ես չզլացա և անգամ գնացի գլխավոր խմբագրի մոտ և մենք երկար զրուցեցինք ու նա խոստացավ, որ եթե վերահրատարակվի հանրագիտարանը, անպայման այդ բացը կլրացվի։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ իմ
աշխատանքային տարիները համընկան այն տարիների հետ, երբ մեր երևելիները Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը եւ մյուսները բոլորը կային եւ մեր սքանչելի մտավորականությանը երբ զանգում էր եւ ասում էր որ խնդրում ենք ելույթ ունեցեք այս կամ այն հարցի շուրջ սիրով համաձայնվում են մեր թիկունքում մեր ուժը մեր մտավորականությունն էր ռադիոն ստեղծեց մի փոքրիկ ձայնադարան ավելի շուտ ես կասեի փոքրիկ մատենադարան որտեղ պահպանվում են մեր մեծերի խոսքերը եւ ձայները եւ եթե դրանք միացնենք դրանք տալիս են ռադիոյի այդ շրջանի այդ տարիների պատկերը ես կասեի տարեգրությունը եւ պատահական չէ որ ես իմ գրքերից մեկը բուլ մեծացը հենց նվիրել եմ ռադիոին որտեղ ռադիոն ինձ համար կենթանի էակ է շնչող որի հետ ես կիսել եմ իմ ուրախությունները իմ ժողովրդի հաղթանակները եւ որին նույնիսկ պատմել եմ իմ թախիծը տխրությունը ողջունում եմ մեր ռադիոյի 90-ամյակը եւ մաղթում երկար տարիների կյանք եւ երիտասարդական ավյուն 20-ական 30-ական թվականներին Հայաստանի ռադիոն գործել է Մոսկվա կինոթատրոնի առջևի Ինտուրիստի շենքի 4-րդ հարկում։ Ինտուրիստի շենքի 2-րդ հարկում է ապրել նաև Եղիշե Շարենցը։ Նա գիտեր երգիչների փորձերի ժամերը, ժողգործիկների անսամբլի կենթանի ռադիոհամերգների ժամերը եւ անպայման ներկա էր լինում դրանց վայելելով իր սիրած երգերը, վերապրելու այն գեղեցիկ պահերը, որ տալիս էր անսամբլը։ Երևանյան մեղեդի երաժշտությունը Կոնստանտին Օրբելյանի երգում է Արամոն, նվիրվում է ռադիոյի ավագ սերնդի բոլոր աշխատողներին։ Երկինքը մով է, կանաչը ծով է, իմ վարդ քաղաքի Սիրում եմ հովը, անուշ է զովը, իմ վարգարունքի Դու իմ սրտում մի թական ունես, ոսկեին Երևան Կարոտ սրտիս երազնես իմ աննման Դու իմ երկի մի նոր գարունն ես Աստղե իմ կարաբան Շողաճանթիս պայծար իմ Երևան Ոսկի է ձեռքդ, ծաղիկ է երգը, իմ տուն հայրական Արև է նուրը, գինի է ջուրը, իմ հող հայկական Օ, իմ սրտում մի թանկանուն ես, ոսկի Երևան Կարոտ սրտից երազնես իմ աննման Դու իմ երկի միակ անունն ես Աստղե իմ կարավան Շողաճանթիս պայծար իմ Երևան
սրտում մի թանկանուն ես ոսկեին Երևան կարոտ սրտիս երազնես իմ աննման դու իմ երկի մի նոր գարունն ես աստղեին կարավան շողաճանքից պայծառ իմ Երևան իմ Երևան իմ Երևան Տարիներ առաջ ռեժիսոր Մարիանուշ Գրիգորյանը ստուդիաներից մեկի մոտ հանդիպում է ռադիոյի դրամատիկական հաղորդումների խմբագիր Գրիգոր Չալիկյանին, որը պիտի եթերում սևակ կարդար։ Չնկատելով նրա ձեռքին պահած գիրքը, Մարիանուշը հետաքրքրված հարցնում է. «Ընկեր Չալիկյան, իսկ ուր է ժողովածուն, գիրքը, սևակի հատորը»։ Մարիանուշ, անհոգ եղիր, գիրքն այստեղ է։ Ձեռքով իր գլուխը ցույց տալով պատասխանում է հարյուրավոր ռադիոպիեսներ բեմադրած Չալիկյանը եւ մտնում ստուդիա։ Օպերատորն ուղղում է միկրոֆոններն ու գլխովանը։ Սկսեք, ընկեր Չալիկյան։ Չալիկյանը սկսում է, բայց Մարիանուշ Գրիգորյանը դեռ չի հանդարտվում։ Հիմա պիտի անգիր ասի ամբողջ պոեմը։ Օպերատորը հարցական նայում է Մարոյին ու վեր բարձրացնում ուսերը։ Տես, եթե տեքստը չմոռացավ, չշփոթվեց ու ոչ միտեղ չկանգնեց, ես ինձ խարակիրի կանեմ։ Դանակը փորս կմտցնեմ, խոստանում եմ։ Իսկ Գրիգոր Չալիկյանը ոչ միայն չէր սխալվում, այլև անվրդով ու հանգիստ ձայնագրվում էր, առանց որևէ հուշարարի։ Այսպես անցավ 10 րոպե, 20 րոպե, 25, եւ հանկարծ ապակուց այն կողմ ձայնն ընդհատվում է։ Մարոն ուրախացած բացականչում է. «Ահա, սխալվեց, աչքիս ողջ եմ մնալու»։ Տեսար, որ մոռացավ։ Հետո օպերատորի հետ արագ մտնում է ստուդիա։ Հանգստացեք, քթի տակ ժպտում է Չալիկյանը, ոչինչ չեմ մոռացել, ուղղակի շունչ եմ քաշում, եւ իրեն հատուկ թեթևությամբ շարունակում է ձայնագրությունը։ Հուսահատված Մարոն օպերատորին ասում է. «Մի հատ դանակ տուր, պիտի խառակիրի անեմ ինձ»։ Մարիանուշ Գրիգորյանը իհարկե իրեն խառակիրի չի անում, որպեսզի հետո պատմի այս պատմությունը։ Իսկ այժմ մեկ այլ պատմություն ռադիոյի կենսագրությունից։ Մի անգամ հայտնի երգչուհի Օֆելիա Համբարձումյանը կոկորտում ցավ է զգում, եւ ցավն այնքան անտանելի է դառնում, որ ստիպված դիմում է բժշկի։ Որպես կանոն հենց այդ մասնագետին էին դիմում ռադիոյի շատ աշխատակիցներ, այդ թվում Օֆելիա Կարպովնան, որի ձայնը գրեթե ամեն օր հնչում էր եթերում։ Զննելով երգչուհու կոկորտը, բժիշկը ճպացնում է շուրթերով, ապա կանչում գործընկերներին։ Սարսափած Օֆելիան դողդոջուն ձայնով հարցնում է. «Բժիշկ, միթե ամեն ինչ այդքան վատ է, դա անբուժելի է»։ Աղաչում եմ, ոչինչ մի թաքցրեք, ասեք ամբողջ ճշմարտությունը։ Լսելով այս ողբերգական հարցը, բժիշկը տարածում է ձեռքերը եւ մի լավ ծիծաղում։ Այդ ինչ եք ասում, սիրելիս, ձեր կոկորտն ավելի քան հրաշալի վիճակում է։ Դա կոկորտ չէ, այլ մի ամբողջ ֆիլհարմոնիա։ Հենց դրա համար էլ կանչեցի գործընկերներիս, որ նրանք էլ վայելեն այս հրաշքը։ Անհոգ եղեք, փոքրիկ բորբոքում կա, կբուժենք։ Իսկ դուք դեռ շատ երկար տարիներ երգելու եք ձեր սքանչելի ձայնով։ Առաջին ռադիոներկայացումը եղել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որին հաջորդել են Խաթաբալան, Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման եւ այլ ստեղծագործություններ։ Այդպես է ձևավորվել ռադիոթատրոնը։ Բազմավաստակ ռադիոլրագրող Կլարա Թերզյանը պատմում է. «Պատկերացնում եք հանդիպել Ավետիք Իսահակյանին եւ բախտ ունենալ նրա հետ զրուցել ու ձայնագրել։ Տերենիկ Դեմիրճյանին, Երվանդ Քոչարին, Հրաչյա Քոչարին, Գուրգեն Մահարուն, որ մեկին ասեմ։ Ես այդ ձայնագրությունները պահել էի եւ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին կարծես մեկն ինձ ասում էր վեր կաց ժապավենից գրի առ, հետո չես հասցնելու։ Արի, արի, խոսք Վահան Հարությունյանի, երաժշտություն Ալեքսանդր Աչեմյանի, երգում է Զարուհի Բաբայանը։
Արի դու իմ ասուկ նստենք մենակ մեր պարտեզում Արի ինչպես երկի պայծառ սիրահար Արի սիրուն արի ես եմ իմ երազը կանաչ կարուն Արի ծով է սիրուտ նազը դու իմ լուսնյակ կյանքիս անուշեակ ապրեմ ես մենակ առանց սիրո առանց նվակ դուրս եկ փողոց հնչե գիտար ոսկելար Արի սիրուն արի դու ես իմ երազը կանաչ կարուն Արի ծով է սիրուտ ազը դու իմ լուսնյակ կյանքիս անուշեակ Արի սիրուն արի դու ես իմ երազը կանաչ կարուն «1966 թվականից Հայաստանի ռադիոյի աշխատակից երաժշտական խմբագիր Հարություն Պալյան։ Հին և նոր երգերը շարունակվում են ապրել, հին երգերը, երգը չի ծերը, երաժշտությունը չի ծերանում, հին երգ, նոր երգ չկա, այն ինչ լավ է միշտ կգոյատևի, Ազնավուրը սկսեց Պիաֆի ժամանակներից մինչև այսօր երգում է և նրան լսում են, երգերը այ մինչև այսօր հաղորդում են, մենք պարտավոր ենք բոլոր երգերը հին նոր միշտ հաղորդել։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը պատմել է, թե ինչպես է ռադիոյում արտասանել իր առաջին մանկական բանաստեղծությունները և հենց այստեղից այդ տարիներին են սկսել իր հաղորդավարական կենսագրությունը Հրաչուհի Ջինանյանը, Վերա Հակոբյանը և այլ երևելի վարպետներ։ Երանի թե խոսք Աշոտ Գրաշու, երաժշտությունը Ալեքսանդր Աճեմյանի, երգում է Գայանե Հովհաննիսյանը։
Հաղորդավար Սոս Մայլյանի որդի Մելիք Մայլյան։ Ես շնորհավորում եմ ռադիոյի 90-ամյակը եւ որպես հաղորդավարի որդի ավարտելով Գեղարվեստական ինստիտուտը 50 թվականից մոտ 30 տարի աշխատել է ռադիոյի հաղորդավար։ Եղել է բաժնի վարիչ հաղորդավարների հանրապետության ժողովրդական արտիստ ստացել է արկոչումը։ Վարել է տարբեր հաղորդումներ ֆոնդում էլ կա դերնագրությունները շքերթները հրապարակից հրավիրում էին ֆիլմեր բան թարգմանել էին վաղ սերիալները ժապավենի վրա էր ոչ մի անգամ նայում էին ցերեկը հետո երեկոյան գալիս էին կենթանի կարդում էին եթերում որ գնար այդ ֆիլմերը ես շնորհավորում եմ ռադիոյի 90-ամյակը եւ ցանկանում եմ երկարների կյանք ռադիոն երբեք չի մարի որովհետեւ այն ժամանակ որ քիչ էր հեռուստատեսությունը ռադիոն շատ էին լսում եւ հիմա էլ իմիջալոց որ մեքենաների մեջ եւ այլ Սկզբնավորման առաջին տարիներին Հայաստանի ռադիոյում չկային հաղորդավարներ եւ այդ պարտականությունները կատարում էին կամ ռադիոյի աշխատակիցները կամ հոդվածների, զրույցների, թղթակցությունների հեղինակները։ Մասնագետ հաղորդավարները ռադիոյին մուտք գործել 1929 թվականից։ Առաջին կին հաղորդավարը ըստ մամուլի եւ արխիվային փաստաթղթերի եղել է Վերգինե Բաբայանը։ Տղամարդ հաղորդավարներից հիշատակվում է Սուրեն Քանանյանի անունը, որն ի դեպ հայտնի էր դեռ ուժեղ ռադիոյից։ Հիշենք առաջիններին, ով սիրուն խոսքերի մշակումը Լևոն Միրիջանյանի, երգում են Արթուր Իսպիրյանը եւ Զարուհի Բաբայանը։ Ինչու մոտեցա Սրտիս գաղտնիքը Ինչու իմացա Սիրուն, ինչու մոտեցա Սրտիս գաղտնիքը Ինչու իմացա Մի անմեղ սիրով Ես քեզ սիրեցի Դու անիրավ դավաճանեցի Մի անմեղ սիրով Ես քեզ սիրեցի Բայց դու անիրավ դավաճանեցի Եթե տեսնեմ օրերից մի օր դու մանես գալիս տխուրում ալար Անկեր կդառնա ես քո վշտեր Մենակ չեմ թողնի Իմ սիրած յարի Անկեր կդառնամ Ես քո վշտերի Մենակ չեմ թողնի Իմ սիրած յարի
քո վշտերի Մենակ չեմ թողնի Իմ սիրած յարի Ընկեր կա դառնա Ես քո վշտերի Մենակ չեմ թողնի Ով սիրուն Հաղորդավար ասմունքող Վերա Հակոբյանի դուստր Կարինե Հակոբյան։ Ես շնորհավորում եմ մայրիկիս կողմից եւ իմ կողմից ինքը հիմա դիտում է այս հաղորդումը իդեպ երկրորդը մեր ընտանիքի սիրելի հաղորդումներից է։ Ռադիոն առանձնահատուկ է եղել իմ կյանքում, որովհետեւ մանկուց մեծացել եմ այդ մթնոլորտում։ Մայրիկս ինքը շատ բան է տվել ռադիոյին եւ շատ բան ստացել է, որովհետեւ ինքը շատ սիրված անձնավորություն էր, շատ սեր էր տալիս եւ շատ սեր ստանում էր։ Ուներ երկրպագուներ, այդպիսի տեսակ էր, որ երկրպագում էին իրեն, մինչև այսօր զանգահարում են այն թվականների դեր երկրպագուները, անգամ նրանք ովքեր հիմա Հայաստանում չեն, զանգահարում են, հարցնում են ինչպես ես եւ երբ գիտեն, որ լավ է, ոտքի վրա է, հաղորդումներ է նայում, շատ ուրախ են դրա համար։ Ես ինքս սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը նաև շնորհիվ մայրիկիս, որովհետև ավարտեցի համալսարանը եւ այսպես հնարավորություն ընձեռնվեց ընդունվել ռադիո։ Այն ժամանակ ռադիոն մի ուրիշ հաստատություն էր, դա այսպես մի հզոր նախարարություն էր։ Իսկապես, դա ոչ միայն խմբագրություններ էին, դա անսամբլներ էին, դա թատրոն էր, հեռուստատեսային եւ ռադիո, դա մի ուրիշ մթնոլորտ էր եւ ուրիշ ուժ ուներ եւ նշանակություն ուներ մեր բոլորի կյանքում։ Իսկ մայրիկիս կյանքում ռադիոն դա նրա տունն էր իրականում։ Մայրիկիս կյանքը բաժանված էր երկու մասի՝ բեմ եւ ռադիո եւ երկուսը հավասար տեղ ունեին նրա կյանքում, որովհետեւ ինքը հենց ռադիոն, դա ես նշեցի միայն ռադիո չէր, Արամ Միրանգուլյանի անսամբլն էր, որտեղ մայրիկս մենակատար էր, եւ ես հիշում եմ մի այսպես փոքրիկ սև պայուսակ էր, որտեղ նրա այսպես համերգների շորերն էին եւ Հայաստանում մարզ եւ շրջան չէր մնացել, որ այդ նվագախմբով իրենք չէին գնում հյուրախաղերի։ Եվ մի անգամ եկել էր ինքը շատ հուստված եւ աստված ասում էր՝ մի այնպիսի գյուղ են գնացել։ Ես փոքր էի, բայց հիշում եմ, եւ այդ գյուղը Խաչիկ գյուղն էր, այսօր սահմանապահ գյուղ, ասում է, այդ ինչ մարդիկ են։ Եվ իսկապես ռադիոն եւ բոլոր ովքեր աշխատում էին այնտեղ եւ այդ մագախումը մեծ հայրենանվեր գործ էին անում։ Հետաքրքիր մի փաստի եմ ուզում անդրադառնալ։ Մայրիկս կոչում ստացել է խորհրդային Հայաստանի տարիներին, անկախ հանրապետության օրոք նա որևէ կոչում չի ստացել, բայց մի քանի տարի առաջ նրան տվեցին մի հետաքրքիր մեդալ, որը կարծում եմ իրեն շատ է սազում, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին կարգի մեդալ, որովհետև մայրիկս, ես դա հպարտությամբ եմ ասում, իհարկե, բացի հաղորդավար, բացի ասմունքող լինելուց նա մեծ քաղաքացի էր եւ մեծ քաղաքացի է մինչեւ այսօր։ Հիշում եմ 88 թվականին ինչպես էր նա այդ միտինգներին արտասանում, ինչպես էր ապրում այդ ամենով։ Մեր տունը, մեր ընտանիքը հավաքատեղի էր, ապրիլի 24-ին միշտ հավաքվում էին Սիլվա Կապուտիկյան, Խորեն Պալյան, Լուսինե Զաքարյան։ Դա մի ուրիշ մթնոլորտ էր, ուրիշ մի աշխարհ էր, որը այսօր շարունակվում է իհարկե։ Ես իմ կողմից եւ առաջին հերթին մայրիկիս կողմից շնորհավորում եմ ռադիոյի 90-ամյակը եւ ցանկանում եմ շատ հաջողություններ եւ ռադիոյին եւ մեր սիրելի հայրենիքին։ Շնորհակալություն։
Ռադիոն միշտ էլ առանձնացել է իր լեզվով, իր լեզվական բարձր մշակույթով եւ դա արդեն լավ ավանդույթ է դարձել։ Տարբեր տարիներին այստեղ են աշխատել եւ այսօր էլ աշխատում են մայրենի լեզվի իսկական վարպետներ, ովքեր լավ գիտեն խոսքի արժեքը։ Արտասանենք դրանցից մի քանիսի անունները. Սուրեն Քանանյան, Վերգինե Բաբայան, Հրաչուհի Ջինանյան, Հայկուհի Գարագաշ, Թամարա Գալստյան, Մարատ Հալաջյան, Լիա Կարապետյան, Վերա Հակոբյան, Ջոն Հակոբյան, Սոս Մայիլյան, Սուսաննա Ղազարյան, Կազիմիր Սիլեցկի, Վալերիա Շելեստովա, Քյարամ Չոլոյան, Ստեփան Մազմանյան, Սուրեն Պետրոսյան, Կատյա Էլբակյան, Կիմա Մուրադյան, Ռոզա Ղարիբյան, Կարեն Վարդանյան, Անահիտ Նավասարդյան, Ժաննա Մուշեղյան, Թադևոս Բաբայան, Զոյա Սարգսյան, Լաուրա Պետրոսյան, Զենֆիրա Գևորգյան, Ալլա Աբովյան, Վարուժան Օլփինյան, Սարգիս Նաջարյան։ Հենց նրանց պատվին էլ կհնչի այս երգը, Արևոտ անձրև, խոսք Լևոն Բլբուլյանի, երաժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի, երգում է Սոնա Ռուբենյանը։ Արևոտ անձրևը մեր երգում է քեզ համար ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածար գարնան թովիչ բույրեն են տակ ալիքվում քեզ փարվում շնչով անուշ օրվա գարնան թովիչ բույրեն են քեզ համբուրում քո հոգում բացում մի վար մի անծիր սիրո աշխարհ այսօրվա շողերը քեզ ցողերը քեզ հոգիս այս գարնաժպիտը քեզ համբույրը քեզ անգից եւ իմ սրտի դողերը քեզ սիրելիս քեզ իմ երգը մեծ սիրուց ծնված եւ թող մեր մեջ մաղի անձրև մի վարար միշտ սիրո լույսով ծողա ու կապիլուս է կամար միշտ սիրով լույսով ծողա ու կապիլուս է կամար Արևոտ անձրևը մեր երգում է քեզ համար Կլարա Թերզյան։ Ժակ Դուվալյանի երգը մի շատ քաղցր հուշ արտնացրեց։ Ժակը երբ նա չէր եկել զանգվածային հայրենադարձության ժամանակ, եկել էր մայրիկի հետ մոտավորապես 50-ական թվականների կեսերին։ Եվ մեր խմբագրության հետ այն ժամանակ ես արտասահմանի հայության համար էի աշխատում, շատ մտերիմ էր։ Մի օր եկավ եւ մենք շատ այդպես մտերմիկ զրույցի ժամանակ հարցրեցինք. Ժան, ինչու չես ամուսնանում, միթե Հայաստանի աղջիկները սիրուն չեն։ Ասաց, շատ գեղեցիկ է, շատ աղվոր են, բայց պատճառը մայրիկս է։ Մայրիկս միշտ իր տարիքը կպստիկցունե, որ իրան կպստիկցունե, ինձալ կպստիկցունե։ Այնքան կպստիկցունե, որ ամուսնանալուց տարիքը չի հասած։
Հայկական ռադիոին հարցնում են, ինչու են կանայք ավելի շատ ապրում, քան տղամարդիկ։ Հայկական ռադիոն պատասխանում է, որովհետև նրանք երբեք զոքանչ չեն ունենում։ Գառնան թևերով երգում է Աշոտ Ղազարյանը։ Գառնան թևերով եկար դու ինձ մոտ, եկար իմ կարով, և դու բերեցիր դաշտերից ծաղիկներ ինձ նորից, դու եկար սիրով կանչով, դու ծաղիկ իմ սեր, քո անուշ բույրից արփած եմ ես, իմ ջահել հոգում նորից վառեցիր ույսեր, ես նորից ուրախ նայում եմ քեզ։ La 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 Սիրո քո ճամփով տանում ես տանում հեռու ինձ հեռու արև դե կանչում մեզ հեռվից աչքերի պես շպտում դու եկար սիրո կանչով դու ծաղիկ իմ սեր քո անուշ բույրից արփած եմ ես իմ ջահել հոգում նորից վառեցիր ույսեր ես նորից ուրախ նայում եմ քեզ la 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 Սիրո կանչով դու ծաղիկ իմ սեր քո անուշ բույրից արփած եմ ես իմ ջահել հոգում նորից վառեցիր հույսեր ես նորից ուրախ նայում եմ քեզ la 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 Կարինե Հակոբյան,
Նախ ես առիթը ուզում եմ օգտագործել եւ շնորհակալություն հայտնել ռադիոյին, որովհետեւ ես քանի որ իմ գործունեությունը սկսել եմ ռադիոյից, իսկ այդ սկիզբը այսպես հետևում է ինձ ամբողջ կյանքում եւ դա հրաշալի սկիզբ է։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ավագ գործընկերներին, ումից ես այնքան բան սովորեցի այդ մի քանի տարիների ընթացքում, հետո հեռուստատեսություն տեղափոխվեցի։ Եվ նաև ուզում եմ ասել, որ մայրիկս շատ հարուստ անձնական արխիվ ունի եւ այսօր այս տոնի առիթով հեռուստատեսությանը նվիրում է իր անձնական արխիվից Հովհաննես Շիրազի դանթեական պոեմի եւ Էմինի Սասունցիների պարը պոեմի իր արտասանությունը։ Ես կհանձնեմ խմբագրին եւ շատ ուրախ կլինեմ, եթե դա հաղորդվի։ Ռադիոյի հաղորդավարներին մարդիկ չէին տեսնում, բայց սիրում էին, հատ-հատ գիտեին բոլորի անունները։ Ամեն օր այս կամ այն ժամին անհամբեր սպասում էին նրանց, որպեսզի վերստին վայելեն անաղարտ ու հնչեղ մայրենի լեզուն, հիանան իրենց կուրքերի խոսքի բարձր մշակույթով։ Հին ու բարի տարիներին ռադիոյի շատ հաղորդավարներ մտերիմների միջավայրում նաև դիմում էին բեմական ասմունքի ժանրին, հավանաբար լրացնելով մարդկանց առջև նաև կենթանի խոսք ասելու եւ ֆիզիկապես ներկայանալու ծարավը։ Իսկ փառահեղ Հրաչուհի Ջինանյանն իր անզուգական ձայնով ու խոսքի անշփոթելի հնչերանգով նույնիսկ հանդես էր գալիս դասական, մանավանդ արևմտահայ բանաստեղծության արտասանությամբ, բազմահազար ունկնդիրներին վարակելով ասմունքով զբաղվելու գեղեցիկ հիվանդությամբ։ Նա աշխատում էր արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների բաժնում, հետևաբար նրա ձայնը ծանոթ ու հարազատ էր մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։ Նա առաջինն էր, ում հայ գաղթօջախներից մեկում խնդրեցին արտաբերել այնքան սիրված ու սպասված բառերը, եւ նա մեծ սիրով ասաց. Երևանն է խոսում։ Երևանն է։ Կային նաև հաղորդավարներ, որոնք համարձակվեցին բեմ բարձրանալ եւ զանազան հանդիսությունների ժամանակ ներկայանալ որպես ասմունքող արտիստներ։ Նրանցից հատկապես պետք է առանձնացնել Վերա Հակոբյանին, որը փայլուն ելույթներով հանդես էր գալիս եւ հանրապետությունում, եւ Սփյուռքում, մարդկանց պարգևելով հայոց լեզվի կախարդանքն ու նրանով հպարտանալու բերկրանքը։ Իսկ բոլորին քաջածանոթ Սարգիս Նաջարյանն այսօր էլ մեծ հաջողությամբ շարունակում է այդ հիանալի ավանդույթները, ամենաբարձր բեմահարթակներից սփռելով իսկական հայերենի, իսկական հայերեն խոսքի մարգարիտները։ Ռադիոն ավանդաբար եղել է մայրենի լեզվի կողքին, կարևորել է ոչ միայն ինչը, այլև ինչպեսը, երբեք տուրք չի տվել կենցաղային խոսքին, չի դարձել նրա գերին, այլ եղել է նրա ուսուցիչը։ Այդպիսի շնորհակալ գործ է անում այսօր հայտնի հաղորդավար Վարուժան Օրքինյանը եւ ռադիոյում, եւ մանկավարժական համալսարանում, որտեղ ուսանողներին փոխանցում է օրինակելի խոսքի, գրագետ խոսքի գաղտնիքները։ Ավաղ այսօր որոշ լրագրողների եւ հաղորդավարների թվում է, թե խոսքը, այդ թվում եթերից հնչող խոսքի նպատակը սոսկ հաղորդակցումն է, մոռանալով այն պարզ իրողությունը, որ անորակ խոսքը կարող է ոչ միայն խաթարել այդ նույն հաղորդակցումը մարդկանց միջև, այլև ավերել լեզուն, այն լեզուն, որը փոխանցվում է մեզ մայրական կաթի հետ։ Մի անգամ հայկական ռադիոյի հեղինակների հետ պատահեց համարյա դետեկտիվ մի պատմություն։ Հայկական ռադիոյի անեկդոտների համբավը տարածված էր ողջ աշխարհով, եւ որպես կանոն Ռուսաստանից, Գերմանիայից եւ առասարակ Արևելյան Եվրոպայից եկած հյուրերը ցանկանում էին անձամբ հանդիպել անեկդոտների սրամիտ հեղինակին։ Ֆրանսիայից ժամանած մի այդպիսի պատվիրակության ժամանակին ռադիոյի առաջնորդում Գևորգ Էմին է։ Հյուրերը շրջում են ռադիոյի շենքով գործի դնում ձայնագրիչները, առատորեն լուսանկարվում, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում փնտրում էին անեկդոտների խմբագրությունը։ Լուսնյակ գիշեր, երգում է Լիաննան։ Այս գիշեր լուսնակ գիշեր վայ լե 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 վայ լե 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 լե
Եկած յարը մորանա ով մորանա ճուղ տաչկերով կուրանա Թուշտեմ արապաչեմ վայ լելելե 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 վայ լելելե 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 Ay gişer dartsir tari vay le 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 vay le 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 vay le le Բարեկամներ, իսկ այժմ նշենք մեր ռադիոյի հրաշալի խմբագիրներին՝ Գրիգոր Չալիկյան, Կլարա Թերզյան, Արմեն Հովանեսյան, Անդրանիկ Չալգուշյան, Գրետա Պողոսյան, Գագիկ Բադալյան, Էլեոնորա Գրիգորյան, Օֆելիա Իսրայելյան, Վարուժան Ոսկանյան, Օվսաննա Աթանեսյան, Վարուժան Պլուզյան, Ալիսա Կալանթարյան, ռադիո ռեժիսորներ Ինեսա Մարինոսյան, Մայա Մուղալյան, Կիմա Դավթյան, Լաուրա Հարությունյան, հնչյունային օպերատորներից Էդուարդ Կարապետյան, Հայկազ Դավթյան, Հայկ Ներսիսյան, Անահիտ Բուրմայան, Կարինե Մարտիրոսյան, Գայանե Չանչուրյան, Լեյնատ Ղազարյան, երաժշտական ձևավորողներ Արկածի Շեկունց, Ֆելիքս Արամյան։ Տեսենք Սայաթ Նովայի մեջ լումի պես երգը։ Երգում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան։ Barkatimde jar
Կարմիր վարձաղիկ ուտովի յանա յանա Մանուշակ բացարացովին Կարմիր վարձաղիկ ուտովի յանա յանա Շատ միլացնի սայատնովին Աչքիր ուսկս կծալի յանա 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 Շատ միլացնի սայատնովին Աչքիր ուսկս կծալի յանա 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 Հաճախ ենք լսում տրտունջներ, որ ռադիոյի դարն անցել է, որ ռադիոով է լսում։ Հարցրեք վարորդներին, հարցրեք տանտիկիններին, հազարավոր պետական ծառայողներին եւ ի վերջո ռադիոյի բազմաթիվ անդավաճան երկրպագուներին եւ նրանք կասեն, ովքեր են լսում։ Ռադիոյի դարը ոչ միայն անցել է, այլև նոր է սկսվում։ Ընդհանրապես նկատել եք, որ աչքը ականջից ավելի անխնա է։ Ամեն ինչ տեսնում է, երևակայության տեղ չի թողնում։ Իսկ ականջը ավելի բարի է, եւ ռադիոն միշտ պահում է իր յուրահատուկ գաղտնիքը, եւ նրա ամբողջ հմայքը հենց այդ գաղտնիքի մեջ է։ Լսում ես մարդու ձայնը եւ մտովի կերտում նրա կերպարը։ Ռադիոն չի կաշկանդում, փաստն ու իրողությունը չի դնում սեղանիդ եւ ասում՝ ահա այս է եւ վերջ։ Ունկնդիրը այս իմաստով դառնում է խմբագրի համախմբագիրը կամ հաղորդավարի գործընկերը։ Ունկնդիրը խոսողին տեսնում է այնպիսին, ինչպես պատկերացնում է։ Փաստորեն ռադիո լսելու ընթացքը ինքնին մի ամբողջ ստեղծագործություն է, ինչպես չսիրես ռադիոն եւ վստահ չլինես, որ ռադիոն դեռ նոր է սկսում իր մեծ ճանապարհը։ Այս իմաստով 90 տարին ինչ տարիք է որ։ Եթերում Երգերքոցի նոր եթերաշրջանի անդրանիկ հաղորդումներ նվիրված հայկական ռադիոյի ծննդյան 90-ամյակին տարբեր տարիների սիրված երգերով կհանդիպենք։